ես վստահ եմ, որ եթե իրենք չգնան ընտրակեղծիքի, չգնան վարչական ռեսուրսի կիրառման, իսկ արդեն իսկ ես առավոտյան էլ ասեցի, որ տեղեկություն կա, որ բոլոր իշխանությունների համար ծառայած Սովրանոյի Արման անունով անձնավորությունը, դա խոսում են նաև Գյումրիում, դա խոսել են նաև Գյումրու ավականու անդամները, Ջավախքից մարդիկ է բերել եւ գնացել է Գյումրիում, նաև տեղեկություն կա, որ հնդիկներն են քվեարկելու մեր Սարիկի օգտին։ Ես ամենայն պատասխանատվությամբ ասում եմ, առանց տոտալ ընտրակեղծիքների, առանց ընտրակաշարքի, իսկ ընտրակաշարքը այդ կներեք պարտադիր չի, որ քյաշ փող բերեն դնեն ձեր գրպանը։ Դա նաև Գյումրու համայնքային բյուջեով այս ընտրական փուլում օրենքի օրինականության անվակ տակ տարբեր կարգի սոցիալական աջակցությունների տրամադրումն է։ Ես առաջարկում եմ Գյումրու ավականում այս փուլում չհաստատել, չքվեարկել որևէ սոցիալական աջակցություն անգամ օրենքի սահմաններում, որի իրական նպատակը բավականաչափ ծանր սոցիալական վիճակում գտնվող գյումրեցիներին օրենքի անունով կաշառք տալն է լինելու, չքվեարկել բոլոր ծրագրերը սոցիալական աջակցության իրականացնել մարտի 30-ից հետո։ Տիկին Զոհրաբյան, Նիկոլ Փաշինյանը նաև անդրադառնալով այս վերջին օրերին ակտիվորեն Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի թիմակիցների միջև քննարկվող այն հարցին ով է բերել Նիկոլին, հայտարարեց, որ իրեն ոչ ոք չի բերել իշխանության, այլ 2018 թվականի հեղափոխությունը իշխանության է բերել ժողովրդին։ Հետաքրքիր այսինքն ըստ ձեզ սա պոպուլիզմ չէ այս հայտարարությունը նկատի ունենալով, որ ըստ սահմանադրության իշխանությունը պատկանում է ժողովրդին, բայց ժողովուրդը իշխանություն գուցե ես եմ ինչ-որ բան սխալ։ Բոլորս էլ շատ հրաշալի հասկանում ենք, որ մենք հիմա տեսնում ենք, չէ, ամեն օր Ամերիկայի նոր վարչակարգը հրապարակում է կատաստրոֆիկ թվեր, թե ինչ են արժեցել ԱՊՀ երկրներում գունավոր հեղափոխությունները Մոլդովայում, Ուկրաինայում, Վրաստանում։ Ես ավելի քան վստահ եմ, որ առաջիկայում մենք իրազեկվելու ենք կտրոն առ կտրոն, Նիկոլի ասած չեք առ չեք, լումա առ լումա, թե ինչ է արժեցել 18-ի դագաղների հեղափոխությունը եւ ինչքան ֆինանսավորում է ստացել այդ հեղափոխության յուրաքանչյուր ակտիվ մասնակիցը, յուրաքանչյուր ՀԿ-ից սկսած եւ վերջացրած նիկոլական ռեժիմով։ Ինչ վերաբերում է այս հակամարտությանը, ես բազմիցս ասել եմ, որ սա պետք է դադարեցնել, որովհետեւ երկիրը կանգնած է գոյաբանական խնդրի առջև։ Մենք այսօր տեսնում ենք, որ Անկարայում Ալիևը Էրդողանի հետ հանդիպման ժամանակ խոսում է Սյունիքի հանդեպ իր հավակնությունների մասին։ Եվ այս ֆոնին բոլոր ես ասում եմ, են քաղաքական ուժերը, են գործիչները, ովքեր արհեստականորեն գեներացնում են, ով է բերել Նիկոլին հարց, դեպ եթե ուշադիր նայեք, այս մասին խոսում են մարդիկ, ովքեր 18-ին կանգնած են եղել հրապարակում եւ ովքեր իրենց բոլոր հանրային հրապարակային խոսքում ուրեմն հիմնավորել են Նիկոլին իշխանության բերելու անհրաժեշտությունը։ Այսօր մենք մեկ օրակարգ պիտի ունենանք, ով եւ ինչպես է հեռացնելու Նիկոլին, ով եւ ինչպես է հեռացնելու այս ռեժիմը։ Մնացած բոլոր օրակարգերը ըստիս բացառապես նիկոլական օրակարգեր են։ Եվ վերջին հարցը այդ տրամաբանության մեջ Հայ-հեղափոխական դաշնակցության բյուրոյի նորընտիր կազմը այսօր ասուլիս տվեց եւ հայտարարություն են տարածել, հայտարարությամբ հանդես եկան, հայտարարեցին ազգային պետություն եւ ազգային ինքնությունը կառուցելու ռազմավարական նպատակ եւ հայտարարեցին վճռական հանգրվանի մասին։ Ինչ կարծիք ունեք, որ ես մեծագույն հարգանքով եմ մշտապես վերաբերել Հայ հեղափոխական դաշնակցությանը, նկատի ունենալով այն հայապահպան առաքելությունը, հատկապես Սփյուռքում, հայ դատի աշխատանքը հատկապես Սփյուռքում, եւ ես հույս ունեմ, որ հայտարարությունները, որ այսօր արվել է նորընտիր կազմի բյուրոյի կարծեմ, չէ, նորընտիր կազմի կողմից, սրանք ընդհանրապես հերթական հայտարարությունները չեն, որովհետև մենք մեկ օր այլևս ժամանակ չունենք։ Նիկոլ Փաշինյանի իշխանության մնալու ամեն մեկ օրը 1 սանտիմետրով, 1 միլիմետրով, 1 կիլոմետրով պակասեցնում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը։ Նաև իդեպ հայտարարեցին, որ պետք է անհապաղ ռազմաքաղաքական դաշինք ընկել Իրանի հետ։ Դրա մասին
Ես կարծում եմ դա քննարկման առարկա է, քննարկման խնդիր է, որովհետև մենք տեսնում ենք, հա, ինչ է կատարվում նաև տարածաշրջանում, մենք տեսնում ենք այն ցեղասպանությունը, որը արդեն քանի օր է տեղի է ունենում Սիրիայում ալավիների եւ քրիստոնյաների հանդեպ, երբ 3 օրում 1000-ից ավել մարդ է մորթվել, ուղակի մորթվել է Վանդերլեյնների, Շարլ Միշելների, Մակրոնների, ուրաների ներքո, երբ որ նրանք ողջունեցին ոչիլը գլխին Սիրիայի առաջնորդին տարան լողացրեցին, մարդասպանին, ով անձամբ էր գնդակահարում եւ մորթում մարդկանց, տարան փողկապ կապեցին եւ հռչակեցին դեմոկրատական լիդեր։ Այո, Ալ-Քաիդայի կարևորագույն դեմքերից մեկին։ Եվ այսօր մենք տեսնում ենք, թե ինչ է կատարվում փողոցում, երեխաներ են մորթում եւ Սիրիայի ազգային անվտանգությունը հենց իրենք պաշտոնապես այդ մորթի կադրերը տեղադրում են իրենց պաշտոնական կայքերում։ Սա է եւ այս ամենը արժանանում է եւ Եվրոպան հայտարարություն է անում, դատապարտելով ոչ թե Սիրիայի հանցագործ ռեժիմը, այլ դատապարտելով ուրեմն հասարակ մորթվող ժողովրդին։ Այս ամենը պիտի կասեցնել։